Կան հատուկ անուններ, որոնք հայտնի է, երբ են մտել հայերեն, որ լեզուներից և ինչ են նշանակում։ Կան անուններ, որոնց ծագումը նույնիսկ հայտնի չի, բայց կան անուններ, որոնք ստեղծել են կոնկրետ մարդիկ։ 19-րդ դարի կեսերին, երբ հայ գրող Հակոբ Մելիք Հակոբյանը սկսեց ստեղծագործել, իր համար ստեղծեց, հորինեց մի անուն՝ Ռաֆի, Ռ տառով և 2 Ֆ-ով։ Այդ բառը արևելահայերենում դարձավ երկրորդ բառը, որը սկսվում է Ժ տառով, իսկ արևմտահայերենում միակ բառը, քանի որ արևմտահայերենում րոպե բառ գոյություն չունի։ Ռաֆու մահից հետո այդ անունը բավականին սիրված դարձավ և արևելահայերի և արևմտահայերի մոտ, բայց փաստորեն անունը ստեղծել էր կոնկրետ մարդ։ Երկրորդ անունը Ռուզան անունն է։ 1881 թվականին Մուրացանը հրատարակեց իր Ռուզան դրաման։ Նման անուն հայերի մոտ գոյություն չի ունեցել, իսկ այդ ստեղծագործությունից հետո այն դարձավ բավականին սիրված անուն։ Թեև կարծիք կա, որ Մուրացանը ձևափոխել է Ռուսուդան անունը, բայց այնուամենայնիվ Ռուզանը լրիվ այլ անուն է և էլի փաստորեն ստեղծել է կոնկրետ մարդ։ Երբեմն իրենց երեխաներին ոմանք կոչում են Ռուզաննա, բայց այս Ռուզաննա անունը Մուրացանի Ռուզանի հետ ոչ մի կապ չունի։